Գնումներ կատարելիս հիմնականում ինչին եք ուշադրություն դարձնում։ Խոսքը սննդամթերքին է վերաբերվում, պիտանելիության ժամկետին եմ ուշադիր լինում, ձգտում եմ ապրանքը գնեմ պիտանելիության ժամկետի մեջ ու առավել մոտիկ իր ստեղծման օրվան է, այսինքն օրինակ թթվասերը 3-վա է, եթե ես այսօրվանը կա, այսօրվանն եմ վերցնում։ Երկրորդը աշխատողները արդյոք ձեռնոցներով են, աշխատողները կալպակներով են, թե չէ, դա է շատ կարևոր, մանավանդ սննդամթերքի վաճառքի ոլորտում։ Այսքանը, ու խանութը ընդհանուր առմամբ ինչ վիճակում է գտնում, այդտեղ խանութում ճանջեր են թռնում, չգիտեմ, այնտեղ տեսնում ես պատերի վրա խոնավության հետքեր եւ այլն, խանութներից փորձում եմ հեռու մնամ, որովհետեւ ինձ թվում է այդ բակտերիաները, սնկերը, որ կուտակվում են խանութում, հետո անցնում են սննդամթերքին։ Իսկ եթե վնասված սնունդ եք տեսնում, ինչ եք անում։ Վնասված ապրանք եթե տեսնում, օրինակ հերմետիկությունը խախտված է, թթվասերը կաթամած, ունես կամ միսահերմետիկ կամ երշիկեղենը, որ վնասված է, անպայման աշխատողից կուշացնում եմ, որ հերմետիկությունը խախտված է ու ապրանքը հնարավոր է այլ ոչ պիտանելի լինի վաճառքի համար։ Եթե ապրանքը նախատեսված է հերմետիկ վաճառքի համար, ուրեմն պետք է ինձ թվում է մինչև օգտագործումը հերմետիկ վաճառ։ Եթե նկատում եք ժամկետանց սնունդ, ինչ եք անում այդ ժամանակ։ Հրավիրում խանութի մենեջերին ցույց եմ տալիս, հնարավոր է մեծ բիզնեսներում նամանավանդ հնարավոր է ոչ մեկ պետք է բան, այտենց վտանգավոր բան երևույթ է, բայց ոչ մեկ դրանից խուսափել չի, մենեջերից կուշացնում որ կա ապրանք, որը ժամկետն անցա ու մեծամասամբ մարդիկ շատ դրական են վերաբերվում ու այդ ապրանքը վերացնում են պոլկաներից, մնացած բոլոր ապրանքներն ստուգում են ու Facebook-ում ստատուս եմ դրում անպայման։ Ինչ եք անում, եթե մենեջերները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում։ Դե եթե չեն լսում, ես ուղղակի այդ խանութ չեմ այցելում, այլ ուրիշ ինչ պետք է անեմ։ Հարգելի քաղաքացիներ, զանգահարեք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժգից 118 հեռախոսահամարով։